Կեսօրից հետո Տաթևը մի պահ լռում է։ Ծերերն ու մանուկները հետճաշյա քունն են նախընտրում, հոտն ու նախիրը հանգստանում են Արամազդի ստվերում։ Հավերի քուջուջն անհավես է դառնում։ Հենց այդ ժամանակ աղունը պարտադիր սուրճ է պատրաստում իր ու ամուսնու համար։ Սամվելը 4 տարի պայքարել է, որ հարևանի աղջիկ աղունը դառնա հենց իրեն սուրճ ու հաց տվողը։ Շատ էի սիրում, մտել էր սիրտս։ Կանգնեցրի, ասի, ես քեզ սիրում եմ, դու պետք է գաս մեր տուն հարսը։ Ասում եմ, չուզես, 10 տարով ինձնից մեծ ես։ 4 տարի անցավ, ասի աղուն ջան, ձեր տունը եկող չի լինելու, ձեր դուռը բացող չի լինելու, որ քեզ տանի։ Ինչի՞։ Որովհետև ես եմ սիրում իրեն։ Արգելել եք տղաներին։ Արգելել եմ, գյուղում ասել եմ, որ այն դուռը չբացեն։ Անդե ասղային ժամանակ ասողը ես էի։ Հիմա դուռը երկար աշկը գցես, դուռը բացող չեղավ։ Ասեմ լավ է, ուշանում եմ։ Գնացի մորու մոտ, ասի, աղունի լավ են պահել։ Զոքանչին տված խոսքը 35 տարի պահել է, աղունին ոչ մի գործում մենակ չի թողել։ Մեզ հետ խոսելիս էլ աչքն իր աղունից չի կտրում։ Արտագնա աշխատանքում առողջությունը թողած Սամվելը մի օր հստակ որոշել է, էլ երբեք խոպան չի գնալու։ Սուրճի բաժակի շուրջ ամուսիններն ընդունել են նոր համարձակ որոշում՝ հայրական տունը դարձնել հյուրատուն։ Աղունի ձեռքը համով է, Սամվելինը ճարտար։ Ապրի աղունը ոսկի ձեռքեր ունի, համով ճաշիր է եփում։ Սոուզներ են, մսի սոուզները, ձուկը խորովել է, մեկը խորովածնել ստեղ, խորովածանոց սարկել եք, կարտոշկի հետ խորովում եմ, մատ հրաշ բանալն եմ, գարը բերում եք մորթում, իրենց աշկի առաջ, խաշլամա եք տալիս, գարան դմակը, թթի օղու հետ, են ծարի օղին, քաշում ենք, մեր անտարները հարուստա, ամեն մի ֆրուկտ կա, բերում ենք լսնում բոժկաները, արաղ է քաշում, տոճերը լսնում ենք, ես լերներում պտի խմես ու աշխատես։ Դարից ավելի ապրած տունն իր ձեռքով նորոգել է, ամրացրել, հարմարեցրել ու կահավորել։ Խանութից միայն սուրճ, շաքար ու ծխախոտ գնելու լավ ավանդույթը պահպանելու համար սեփական անասունի միսը, կաթնամթերքը, 3 հեկտար հողի տված բանջարեղենն ու ծառերի բերքը վաճառելը դադարեցրել է։ Ամբողջը լցրել մառանն ու սպասել առաջին հյուրերին։ Մեր ձեռով մշակում ենք, մեր ձեռով պահում ենք էկոլոգիական մաքուր ենք ուտում եւ տուրիստներ գժում են դրա համար, ասմա մի մաքուր բան կերակ, օղին նայ տոճերը լիքը, օղին, տանձի օղին, խաղողի օղին, թաթի օղին, եսա թթի օղին, ես սալորի օղիա, լիքը, տոճերը լիքը խմելու եք մինչև նորը գա։ Հոր բաժինքի կարպետն ու սպասքապահարանը գործիքները, որոնցով վարպետ հայրը նորոգել է Տաթևի վանքը, ցուցանմուշ է դարձրել։ Սենց է սարքել վանքը։ Սյունիքի սարերում շրջելու սովորությունն էլ է օգտագործում, հյուրերին ուղեկցում է ծննդավայրի գողտրիկ անկյուններ, որոնց լուսանկարները նախապես փակցրել է հացատան պատերին, որ օտարերկրացուն երկար չբացատրի, թե ուր է առաջարկում գնալ։ Առանց ծխնելուզի գործարանն է։ Հաց կերակրում ենք, մեքենան տաքսի է քշում, փողա բերում տուն։ Ոտքով հյուրերին տանում եմ դեպի Հարանց անապատ, մեր երկրորդ վանքը, որը գտնվում է Ներքևի ձորում, ու մեքենայով տանում եմ Մեղրի, Արենի, Սիսիան, Խնձորեսկ, հյուրատունն էլ իր խոպանից առավել է։ Հյուրերը կապվում են Սամվելի ու աղունի հետ, զանգում են, հարցնում, հաջորդ տարվա այցն ամրագրում։ Ամուսիններն էլ անտարբեր չեն, եթե մեկից երկար ժամանակ լուր չեն ունենում, իրենք են ծանոթ համարը հավաքում։ Պնդում է, իրենց մոտ մի օր մնացողը Տաթևը չի մոռանում։ Մեր այս տարածքի ամեն ինչը համեղ է։ Պոմիդորը, ֆրուկտը, մեղրու ֆրուկտի, մեղրի արևոտը, ինչա դրա համեղ է։ Ճաշը եփում է կովի յուղով, ամենակարևորը, այդ համեղ է։ Ճաշերը, ճաշատեսակները, թխվածքները, աղոնը մալադեց։ Բերմատեղ լրացնում, հետո մեր ծիծաղը, մեր ընդունում եք բարի ժպիտով գեղեցիկ, հետ են դառնում նորից գալ։ Սամվելն ասում է, միայն մի հարց է իրեն անհանգստացնում՝ ճանապարհը։ Ինքը բահով քարու հող է լցնում, տան առաջ էլ բետոնապատ կայանատեղի է սարքել, բայց Գյուղամիջի եկեղեցի, որի վերևում էլ Սամվելի տունն է, հասնելն անձրևոտ եղանակին դժվար է։ Գալիս են մնում մեր տան, ասում են լրիվ տասումը, բայց ափսոս ճանապարհներ չկա, ասֆալտապատ չի,
գարունը նամանավան որ անձրևը գալիս, աստեղ մի քիչ ցեխոտ ալնում։ Ու դնում են 9 բալ։ Ամեն ինչ լավ է, 10, բայց 9 բալ։ Местоположение 9։ Ճանապարհը մեր մինուսն է։ Սամվելի տունը շատ մեծ չէ, բայց ասում է թող զբոսաշրջիկները հարյուրներով, թեկուզ հազարներով գան։ Տաթևում բացի իրենից շատերը հյուրատներ ունեն, քնելու տեղ հաստատ կլինի։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։